Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ներկայացնելով 2025 թվականի բյուջեի կատարողականը, ասաց 2025-ի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024-ի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով, իսկ 2017 թվականի ցուցանիշից 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648 միլիարդ 8 միլիոն դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև այսպիսով արձանագրվում է, որ 2017-ի համեմատ 2025-ի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն ավելացել է շուրջ 135%-ով։ Սա կարծում եմ շատ էական եւ կարևոր ցուցանիշ է, նշեց Փաշինյանը, այդ ցուցանիշի համար շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող քաղաքացիներին։ Վարչապետը եւս մեկ անգամ շեշտեց Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է եւ մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետբյուջեի նկատմամբ, ասաց նա։ Վարչապետը արձանագրեց վերջին տարիներին բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում 2025-ի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը ներառյալ սուբվենցիաների մասը 2018-ի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելանալով 3.5 անգամ։ 2025 թվականին արձանագրվել է 7.1% տնտեսական աճ։ Նախորդ տարի հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2021-ից 2025 թվականներին մենք մեծացրել ենք կապիտալ ծախսերի մասնաբաժինը 3.1%-ից հասցնելով 6.2%-ի, ընդգծել է նախարարը եւ հավելել, որ հնարավոր է եղել զսպել ընթացիկ ծախսերի աճը այն 25.9%-ից նվազեցնելով մինչև 23.1%։ Վահե Հովհաննիսյանը կարևոր ձեռքբերումներից է համարել հարկային եկամուտների աճը։ Խոսելով պետական բյուջեի պակասուրդից նախարարը նշել է, որ այդ ընթացքում այն միջինում կազմել է 3.2%։ 2025 թվականին պակասուրդը կազմել է 3.7%, որը հնարավորություն է տվել նվազեցնել պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Զեկուցողը ներկայացրել է նաև ֆինանսների նախարարության ծախսերը, որոնք եղել են 353.8 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 96.5%։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը շարունակում են մնալ պետական բյուջեի կարևոր առաջնահերթություններից, իսկ դպրոցաշինության ծրագրի ֆինանսավորումն արդեն գերազանցել է 1.2 միլիարդ դոլարը։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ հաջողությամբ շարունակվում է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը։ 2025 թվականի պետական բյուջեի կարևոր արդյունքներից է նաև այն, որ մենք հաջողությամբ շարունակեցինք եւ շարունակում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ այս պահին արդեն շինարարական պրոցեսի մեջ է 374 դպրոց, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտին հասցնել 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը, որից հետո մեկնարկելու է հաջորդ փուլը։